Հայտնի բլոգեր Քրիստինե Մարգարյանն, ով ինստագրամյան հարթակում ունի ավելի քան 318,000 հետևորդ, օրերս հրապարակում էր արել, կոչ անելով օգնել ազգությամբ հայ մի տղայի, ով ֆինանսական աջակցության կարիք ունի բուժում ստանալու նպատակով։ Հրապարակման մեջ Քրիստինան անկեղծորեն խոստովանել էր իր ապրումների մասին, նշելով. «Շատ ծանր եմ տանում։ Չեմ կարողանում նման տեսանյութեր դիտել, բայց անտարբեր անցնել էլ չեմ կարող։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության»։ Ձեզ նորից իմ Ամերիկայի հայությունը ձեզ եմ եկել դիմել մի խնդրանքով, շատ մեծ խնդրանքով։ Ես գիտեմ, որ ունեմ շատ ամերիկահայ հետևորդներ, ովքեր միշտ աջակցում են հայերին, օգնում են, ձեռ են մեկնում։ Շատերի անունը գիտեմ ու շատ ուրախ եմ, որ ինք եք իմ հետևորդը, անուններ չեմ շեշտում։ Մի վիդեո եմ տեղադրում, այս տղային մեր հայնը ունի օգնության կարիք։ Ես ձեզ ուղղակի շատ հայեր, որ այդտեղից այստեղ Այս տղան մեր հայը ունի մեր օգնության կարիքը։ Տեսակ նախորդ վիդեոն, իրականում շատ ծանր եմ տանում, չեմ կարողանում տենց վիդեոներ տեսնել, բայց չեմ էլ կարողանում անտարբեր անցնել, երբ որ տենում եմ մեր հայը ունի օգնության կարիք ու նման կարիք։ Ես նորից եմ խնդրում, ես ճանաչում եմ իր կնոջը ու սենց խնդրանքով Հայաստանից էլ ինչքան եթե հնարավորություն ունենք օգնենք։ Եթե չէ իմ Ամերիկա հայ ժողովուրդ բնակչություն, ես գիտեմ, որ դուք շատ օգնություններ եք ուղարկում այստեղ, մեր հայերի կողքին եք կանգնում։ Երգիչներ ջան, նորից եմ ձեզ ասում, երգչուհիներ ջան, մեր հայտնի մարդիկ, մեր ոչ հայտնի մարդիկ, չգիտեմ, որ դուք ուղղակի չեք բարձրաձայնում ձեր անունը, բայց միշտ կանգնում եք սենց մարդկանց կողքը։ Ուղղակի խնդրակ, կարող եք կապ հաստատել ու օգնություն ցուցաբերեք։ Բլոգեր Քրիստինա Մարգարյանն, ով հարության կողմից սիրվեց իր մայրիկի հետ ինստագրամում զվարճալի հոլովակներ տեղադրելով, օրերս հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել եւ հայտնել ուրախալի լուր։ Քրիստինան երեխայի է սպասում։ Հետևորդներից մեկի հարցին հղիության որ շաբաթում եք, նա պատասխանել է. 9 անցել ենք։ Երեխայի սեռը գիտեք։ Դեռ ոչ։ Ձեր ամուսնու հետ նկար չունեք։ Շատ բաներ ունեմ, շուտով։ Իսկ ձեր ամուսինը հայտնի մարդ է։ Չէ, բայց կդառնա։ Այս եւ մի շարք այլ հարցերի բլոգերը պատասխանել է, որից հետո կիսվել 2 հոլովակով, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ասենք, ես էլ իրա սրտիկը սենց որ խփում եմ։ Սենց, հələ ոնց է շարժվում, Ավելի այդատիկ նայ։ Ой, ես կդժվեմ։ Հələ, շուտ շարժվում։ Ասում երկու զույա գերել, ասում մամա ապրես, կուշտեմ։ Շրջվեց մեզ, հələ։ Նայ, պրավդ։ Կաշլամա եմ սարդում կորամար։ Անոխի կռիվալում նոր։ Իսի ջանա, սիրտը սրանից հետո վիճիզի, իմացի, որ մաման ալեն չէ սարդում։ Բայց նորին չէինք խոսում։ Մամ, Վայի չաղջի, ինչ ես սարքում։ խաշլամա։ Նորին չէինք խոսում սոդայից։ Այ ծավտավ եմ, ասմա ծավում է, ասում իշնա ծավում։ Հա։ Ասում է։ Ես բանջում ասել, ասել եմ սոդան, որ քրվում ես, կսում ես, ինքը հոտ չկա, հոտը էր տանում է։ Ասում թե որտեղ է տանում։ Ջահաննամին ատակտար տանում։ Մամ, նորին չէինք ասում սոդան։ Այս ասմա սոդա կսում։ Բայ։ Հա, բայց ես նոր տարվա օրով։ Նոր տարին ինչ կապ ունի ցավո տեղերի մասին։
Սոս Քրիստոս, այ որ նոր տարի է իրավունք ունի մարդու որ մի տեղը ծավալա։ Պետք ամանորյա Քան բիբարակե, ասում եմ սոդացի։ Մամա չի կարելի ամանորա։ Ուրախ տրամադրություն բարեք։ Ամանոր։ Քան մեկ երկու քրեջ։ Որ ձեզ ասում։ Ասում է առավոտվանից իրիկում բիբարել կերը, ես էլ ասում եմ ցամում։ Ես էլ ասում եմ ցամում, սոդացի տեղը կանցնի։ Էլ ոնց ասել։ Բիբարը որ քսի միջով առաջ բացելու բետամիա։ Մամ սոված եմ։ Ոյ աստղ։ Իփում ամ կյանքս, Անա նոր ինչ էիր խոսում։ Ասում եք խաղցր չէ սոդայում եք խմում։ ով ասում խաղց։ Հատկանշական է նշել, որ Քրիստինան եղել էր նաև տետատետի տաղավարում։ Նա հայտնի է Ինստագրամում մայրիկի հետ տարօրինակ եւ արկածային հոլովակներով։ Star News-ը հետևեց հաղորդմանը։ Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին ուրախացնել։ Կա արդյոք պատճառ։ Գուցե տխուր էր իրականությունն ու ինչ որ բան այն չէր։ Կար շատ ցավոտ պատմություն։ 17 տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել, 9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որտեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել է։ Մայրս ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է, ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է։ Մեհերի հարցին, թե կան արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել, Քրիստինան ճակերտավոր ասված անկեղծացավ։ Հումորով պատասխանեց հարցին։ Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ, շատ քչերը գիտեն, ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել, 14 տարի անց հայրիկիս հետ որոշում են կարելի է որդեգրել Քրիստինային ու որդեգրում, ինչի համար շնորհակալ եմ։ Շատերին է հետաքրքիր, որտեղ է Քրիստինայի հայրը։ Իմ հայրը 3 տարեկանում գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Շատ եմ զգացել հորս կարիքը, պապայի բաց թողումը ոչ մեկ չէր կարող լրացնել։ Թեպետ կապը կա, շփվում ենք, իմ ծնողն է, շատ սիրում եմ, բայց մամաս է ինձ պահել, մեծացրել մեծ դժվարություններով։ Արդյոք անընդհատ աչքի առաջ լինելը այդ կերպարը Ինստագրամի չի խանգարում անձնական կյանքը դասավորել։ Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի, չեմ անում նենց բան, որ վաց գամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն, անձնականի հետ կապված երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջում։ Star News-ը սիրով հարցազրույցից առանձնացրել էր այսքանը։